բոլորին։ Սիրելի հետևորդներ, էլի կա այս տարածքը հոլովակներումս, բայց մի անգամ էլ էսպես պտտեմ, ցույց տամ ու ասեմ, որ մենք գտնվում ենք Եղնիկասարում։ Ճանապարհվել ենք դեպի Երևան, դեպի Այնթապ, դեպի Ծաղկևանք, ամուսնուս լավ ընկերոջ ու ընտանիքի հետ։ Կարծում եմ լավ հոլովակ ենք ունենալու։ Հոլովակը գիտեմ չեմ, բայց օրը հաստատ շատ լավն լինելու։ Այստեղ մի հատ Պերեգուր ենք անում, այստեղ մի հատ սուրճ ենք խմում, աստանովկա արինք, էլի կանգար կատարեցինք, երեխաները մի քիչ օդափոխվեն ու շարունակենք մեր ճանապարհը։ Հավեսով լավ օր եմ մաղթում բոլորիս, ձեզ էլ բարի դիտում, Գայանն էլ ղոչաղ արդեն կոֆե ալեցնեմ։ Հիմա ասեմ, որ արդարանամ էլի են գլխից, Նարեկս չեկավ մեր հետ, ճիշտն ասած այսօր աշխատանքային օր է, այսօրն ենք հարմարացրել, հրաչս բացակայել է, շատ ուրախ զվարթ, Նարեկիս ասեցի զանգենք իրավունք վերցնենք, այսօր գնանք, վաղը գանք, ասեց չէ, դուք գնացիք։ Մզանի յանա տվել արդեն, մի քիչ շուտ է, բայց դե ոչինչ։ Երեխաները, թե մեծերա կարուսել են ընկնում, ընկել սուրճ ենք խմում։ Սիրելի հետևորդներ, մենք մեր ընդմիջումն արեցինք, սուրճը վայելեցինք այս մաքուր զուլալ լավ օդում։ Բերխդ ուր է արև։ Թողել ես ավտոյում։ Հրաչս էլ մի պարտիա պրագուլկա արավ արդեն, Արջի, Եղնիկի ու իմիջայլոց երեխաներով գալու շատ լավ տեղ է, հաջա։ Ինչ ուզում եմ նախտիրի կողքը քին։ Դե հիմա գնում ենք արդեն, բաչա։ Պետք է քեզ էլ ինք վլոգ նկարել։ Ասել իր գնում ենք ման գալու։ Մենք ճանապարհվենք ու տնանք էլ որտեղ ենք կանգնում։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, մենք երկար ճանապարհ կտրեցինք ու եկանք երևի գրեթե հասնում ենք, դե առաջի անգամ ենք գալիս, չգիտենք դեռ ինչքան պիտի գնանք։ Երեխաներս մի քիչ քնեցին, մի քիչ վեր կացան, ինչպես տեսնում եք, ում հետ որ գնում ենք նրանց տղան մեր մեքենայում, հրաչ սուրա։ Բարև։ Գիտեմ, որ դիմացներումս Արա լեռն է եւ այդ Ծաղկևանքն էլ գտնվում է Արա լեռան մի լանջին։ Գնանք, լատնանք, էս ինչքան ենք լակինալ։ Ճիշտն ասած այն գյուղը, որով որ անցանք, շատ լավն էր եւ ճանապարհը եւ տեսքը, այն որ այս տարածքում առաջին անգամ ենք ու հետաքրքիր է, շուրջ բոլորը նայում ենք, հարթավայրային տեսք ունի ու սաղ ծառերը, սաղ ծառուտ է։ Բայց գյուղից դուրս գալուց արդեն ճանապարհը վատն է, բայց ոչ անանցանելի, մի քիչ մեքենան բարձր լինի, առանց խնդրի կգնա, դե տեսնենք մեքենան մինչև Ծաղկևանքի մոտ գնում է, թե ոտքով ճանապարհել է մնում, այդ արդեն մի քանի րոպեից կմիանամ ու կասեմ ձեզ։ Արա լեռ, հանգստի գոտի, այ քեզ բիզնես տարածք թաթուր։ Օդն էլ արդեն սուր, հաջան, թարմ, ասա։ Զոտ է տերմեջի սորքում։ Նոր են սարքում, էլի դեռ պատրաստ չի, աշխատանքներ են տանում կյանք։ Բատուրերով ինչ ավտոյով են պիրում, թե ավտոբուսն էլ արխային կկե։
Կգե։ Եղանակն էլ այդքան էլ բարենպաստ չի։ Մենք Երևանի ճանապարհին արդեն անձրև էր գալիս։ Լավավոր ստեղ գոնե չկա, համ շատ ցեղ կլիներ, համ էլ գալներս մի քիչ անհետաքրքիր կլիներ, պիտի դուրս գաս, ոտքով ման գաս, նայես, հիանաս, եթե անձրև լիներ, ամեն ինչ անհավես կլիներ։ Ահա, ժողովուրդ, համարյա թե հասնում ենք, հեռվում արդեն երևում է մուտքը, ասեմ շատ տպավորիչ ու հետաքրքիր տեղ ենք եկել, որ մեքենայի մեջից այսքան սիրուն է, պատկերացնում եմ իջնենք ու մոտիկից ուսումնասիրենք, ինչքան շատ հաճույք ենք ստանալու ու ուզում եմ, որ հնարավորինս եղածի չափով ներկայացնեմ ձեզ, փոխանցեմ ձեզ այդ տրամադրությունն ու այդ զգացողությունները, որ դուք էլ այնպիսի տպավորություն առաջանա ձեր մոտ, որ եկել հասել եք ու տեսել եք։ Հասնենք, լավ, չի երկարացնեմ, հասնենք մնացածը առանց Պարբրիսի պատմում էլի։ Ժողովուրդ, Ծաղկևանքը կույս Վարվարայի մահարձան է համարվում ու տարբեր առասպելներ են պտտվում, ասենք երկու տարբերակով են ասում, որ մեկը մի շատ սիրուն աղջիկ է եղել ու իր հայրը իր շատ սիրուն լինելու պատճառով պահել այս քարանձավում, ով այստեղ մնալով կրոնափոխվել ու քրիստոնյա է դարձել, ում հայրն էլ կրոնափոխվելու համար նրան իր ձեռքով իր սեփական աղջկան գլխատել է, ըստ այլ տարբերակի մի աղջիկ է եղել, ում անունը Ծաղիկ է եղել, հայկական իշխաններից մեկը հավանել է նրա գեղեցկությունը եւ ուզել է, որ անպայման բռնի տիրանա նրան։ Աղջիկը վախենալով գնացել ու պահկվել է հենց այս քարանձավում, ժայռում, լեռան ստորոտում, նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում այս տարածքում, խնդրում է, որ ոչ մեկին չհայտնի իր գտնվելու վայրի մասին, զայրացած իշխանն էլ սկսում է փնտրել այդ աղջկան, նրան պատժելու համար, որ իրենից պահկվել է, հանդիպում են հովվին, հովիվը վախենում է նրանցից ու հայտնում գեղեցկուհու տեղը, գտնվելու վայրը, Ծաղիկն էլ տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին եւ իրեն ներքև է նետում, այդ պահին մատնիչ հովիվն ու ոչխարներն էլ քարանում են։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով Ծաղկևանք։ Մատուռի կտուրից կաթող ջուր կա, որը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները, մարդիկ գալիս ու խմում են այդ ջրից, ասում են, որ այդ ջրից խմելով առողջանում են, տեսողություններն են լավանում ու լիքը խնդիրներ լուծվում են։ Հիմնականում այստեղ գալիս են այն կանայք աղջիկները, ովքեր ուզում են երեխա ունենալ, լիքը խաչքարեր աջ ու ձախ կողմում, տարբեր աշխատանքներ։ Լավ, բան էլ կարդամ ու գնանք։ Միշտ շնորհակալ եղիր Աստծուն նրա համար ինչ ունես։ Դու զա չի ասում։ Եվ նա կտա քեզ այն, ինչի կարիքն ունես։ Տերեզա Բատիկյանի։ Ոյ քիմ այդտեղ։ Չարչարվիլով իր ոտով գնում է, լաուր է հասել։ Շուրջը ամբողջը պտտվել ու նայելու տեսարանները։ Որ փոքրիկն էլ ուզում է իր ոտով հաղթահարի բարձունքը։ Մի մաքսիմում 100 մետր ոտքի ճանապարհ է ու այսպես մի կողմից անընդհատ խաչքարեր են Սուրբ Հովհաննեսի նման մարդիկ, ովքեր որ ուզում են, բերում են այստեղ խաչքար են տեղադրում, այնտեղ էլ այն քարի վրա եւս կան խաչեր, ջան սիրտ, ինչ անես, այստեղ էլ
Ծածանվում է մեր եռագույնը։ Մեր ընկերների մի մասն արդեն հասան այնտեղ։ Գնացինք։ Բարև ձեզ։ Այստեղ մի պահ այսպիսի տարածք կա, երևի շունչ քաշելու համար է ու փակված է այսպես կողպված տարածք։ Սիրելու, պաշտելու, պահելու երկիր։ Ափսոսելա։ Այնքան արավիրավտովոկյա չէ։ Վայ մատաղք է։ Արի։ Արի, հա բա։ Ժողովուրդ ճանապարհը համ գալիս եմ, համ ասում եմ, համուսնս ասում եմ, բայց ուխտատեղի է, էլի, պիտի ճանապարհներին ուշադրություն դարձնեն, բարեկարգ վիճակում լինի, որով ինչ մեքենայով գա հեշտությամբ հասնի, ասում է, չէ, եթե ուխտատեղի է, մարդ պիտի դժվարությամբ հասնի այնտեղ։ Մենք հասանք, այստեղ ծաղկևանք կույս վարվարան, այդքան ասեցի, ովքեր գիտեն, ասում են, հա, մենք արդեն գիտենք, ովքեր էլ չէ, ասեմ, որ այս հենց իմ պատմության հերոսուհին է։ Այս էլ ամենաբարձունքը։ Այս երկու սարի արանքով էլ հեռվում արդեն երևում է քաղաքը, գյուղը, ժողովուրդ օդը միանասելի զուլալու թարմացնող է։ Կյանք մի արատը։ Ժայռի մեջ։ Տեսեք, սիրուն է շատ։ Ջանուս մեզ խաղաս հետը կյանք, դե թող առաջանա։ Ժողովուրդ, բա եղունիքնին, աղավնիները, տեսեք ինչքան է սիրուն։ Իրենց բներն է երևի, չգիտեմ, պատկերացնում եք այստեղ բերեն հարսանեկան ֆոտոսեսիա անեն, ֆու, ընտիր, իսկ հիմա առաջանանք, ժայռի մեջ, Wow. Կոմաց։ Ամենքի կուզոմը տոսպասը միջավեցվի։ Այդ այն կաթող ջուրը։ Հա երկու կաթիլ էլի, հետաքրքիր է։ Նարեկարիք սինաչկերիք։ Ջուրիկ։ Ինչ կան դելը։ Հա, զանգեր, բան, պատարակ են մատուցում ստեղ տնաս։ Հելա մի քիչ կտակ կի աչքերեք շեմ։ Բոլորը պիտի մի հատ կաթիլ գոնե խմեն, որ հասել են ստեղ։ Էս էլ ծաղկևանքը, ուր վաղուց ուզում էին գանք, զորով էսօր ստացվեց։ Դնամ ստեղ ինչա։ Հա, ստեղ էլ մեր հայկական այբուբենն է, տարերն է, Սուրբ Վարվարայի տարբեր պատկերներով, հրեշտակներով, ինքը երկաթ է, կամ բղինձ է երևի, քարերի մեջ այսպես ամրացրած, կոպեկել են դրել արանքներում։ Սիրելի հետևորդներ, անբացատրելի ու խոսքերով չփոխանցվող զգացողություններ է, վստահեցնում եմ բոլորիդ, որ ովքեր որ գան, հաստատ չեն փոշմանի, այն որ սպասելիքներս արդարացավ, որ ինչոտ եմ արել ձեռս, սպասելիքներս արդարացան, լինում է չէ, որ ոգևորված սպասում ես ինչ որ միտեղ գնալուն, գնում ես ու ասում ես վայ իզուրել էս այդ դեպքը չի, շատ էի ուզում գայինք, բայց ես վերջերս մի տեսակ էլ էս մասին չէինք խոսում, ասում էինք որ գնանք, էտա կգնանք էլի,
Քանի որ որոշեցինք ամուսնուս ընկերոջ ընտանիքի հետ գանք ուրիշ գործեր եւս ունեինք այդ նպատակին, ասեցին ուզում ենք գնանք Ծաղկևանք, եթե դեմ չեք միասին գնանք։ Ինչու պիտի դեմ լինենք, եթե լավ բան եք որոշել։ Մեզ էլ մի այդպես միտք տվող էր պետք, վեր կացանք ու եկանք, են որ գալիս ես գորած, մոլորված Սարի արանքում, ժայռի տակ, ժայռի մեջ, ջան, մեռնեմ քեզ։ Գտնում ես մի ուխտատեղի, մոմ ես վառում, ոչ միայն քո ու քո ընտանիքի նպատակների ու բարօրության համար, այլ նաև ամբողջ ազգիդ համար, հայրենիքիդ համար, մի խոսքով լիքը լավ բաներ են, որ մոմդ վառում ես ու չգիտես որ կողմից սկսես մտածել, ինչ նպատակներ պահես, որ մեկը մտածես, որ մեկը ցանկանաս, լիքը լավ ցանկություններ, վաու, այստեղ բարձր գոռաց ձենդ կզնգզնգա հաստատ, կարձագանքվի, ընդիր, լիարժեք այսպես հոգիդ լծվում է, կան նաև տաղավարներ, ովքեր գան, այսքան ճանապարհը կտրեն, հասնեն այստեղ իրենց նպատակների համար ու ինչ որ մի հուշանվեր, սուվենիր, ինչ որ մի բան այդպես տանեն հետները տուն, որ միշտ սաղ կյանքում դա կլինի տանը մի անկյունում դրված ու ամեն տեսնելով, որ հիշողություններդ կրկին կարթնանան, կհիշես, որ եկել, հասել ես այստեղ։ Դեռ որտեղ գնացել ենք, ինչ որ բան վերցրել ենք, չնայած նոր ենք սկսել ինչ որտեղ գնալ, ճիշտն ասած։ Ու այստեղ լսեցի, որ Ծաղկևանքի տոնը ամիսվերն ամայիսի 28 թե 9 ասեցին, պատկերացնում եմ այդ վաղ այստեղ ինչքան մարդ կլինի։ Տեսեք, էլի եկողներ կան, մեքենաներ կան։ Ոայ, այսպես սիրուն չքնաղ քարերի երկիր Հայաստան։ Այս էլ մեր այսօրվա նպատակներից առաջինը, գնում ենք մնացածի հետևից, այս նվերը ստացավ, Գայանն առավ, Սառնարանի մագնիս, Վրաստանից էլ եմ Սառնարանի մագնիս բերել, ուր գնանք պիտի Սառնարանի մագնիս բերենք, Սառնարանը լցվի, ինչքան Սառնարանի վրա շատ մագնիս լինի, այնքան շատ ենք ման եկել ուրեմն, այս էլ Են մի ավտոյում ունենք, չէ, Աստված օրհնի այս մեքենան, այս Գրիգորին Թաջան գտաս, այս էլ մեզ։ Հրաչ սիրախաչ տարավ, այս էլ իմ Նարեկին, որ բոլորին էլ մի բան ունենան։ Դե, գնացինք։ Ժոր ձորով կախեցի, կախիչ փոքր էր ու չէր տեղավորվում, չէր անցնում ես Ինչի, զարդի անցքով, մի հնարով տեղացարինք։ Այս էլ իմ Նարեկի համար, յուրաքանչյուրին որևէ մի ստից բան ենքան, որ այսօրվա հիշողություն։ Սիրելի հետևորդներ, մենք մեր այսօրվա այդ մի բաժին մանգալը արդեն վերջացրինք ու ճանապարհվում ենք դեպի Այնթավ։ Գնում ենք տալիս տուն, ես ու Թաթոլիկս էլ էտա։ Թաթուլ, ունքերդ գդիլմի, ուրախ կաց, ես քո հետ եմ։ Մենք էլ գնում ենք, մեր դիմացից էլ մյուս մեքենան ա գնում։ Մի կես ժամից կհասնենք, կեցինք։
հետևորդներ, քանի որ ամբողջ սարքավորումներս մեքենայի մեջ է ու չեմ բերել, տուն չեմ իջացրել, Զայրատ կեսել 2%-ա։ Ես ձեզ հաջողություն մաղթեմ, տեսքիցս էլ երևում է, որ այսօր արդեն լավ կերել, խմել, ման եկել ու հոգնել ենք, շատ ծիծաղել ենք, դուրը փակին Արեի ջան, շատ ծիծաղել ենք ու կարծում եմ վերջում էլ այն որ գենասները քաղցրացան այդ պահներ, որովհետև Թաթուլիկս նվագեց, երգեց, երեխաները երգեցին։ Ովքեր նոր են միացել ալիքիս, խնդրում եմ բաժանորդագրվեք, լայքեք հոլովակներս եւ գրեք մեկնաբանություններ։ Սիրում եմ բոլորիդ։ Մնացեք բարով։